Pakistan ընդունում աստվածված երևույթի պատճառով, ասեք ներկայումս քանից որակյա ոչնչի գտնվում Իրանում, այդ թվում Հայաստանից եւ ապահով երկրներից եւ ինչ միջոցներ են ձեռնարկվում նրանց անվտանգ վերադարձն ապահովելու համար։ جناب صاحب سوال مربوط به این هستش که در حال حاضر آماری وجود داره بر این که چه تعداد اتباع خارجی در ایران وجود دارن از جمله ارامنه طبقات توریستایی که در ایران هستن و چه تدابیری برای در واقع امنیت و خروج اونها از کشور در نظر گرفته شده. تمام مرزهای زمینی ما که در واقع ما به کشورهای همسایه داریم تجهیز شده و سفارتخونه‌های ما در اون کشورها مأمور شدن که اگر مواردی هست از اتباع خارجی که تمایل دارن از خاک ما خارج بشن کمک بکنن. Մեր բոլոր ցամաքային սահմանները համապատասխան տեխնիկական պատրաստվածության են բերվել եւ նաեւ բոլոր երկրների դեսպանատները, որոնց քաղաքացիները որ հնարավոր է գտնվում են մեր երկրում եւ ցանկություն ունեն լքել երկիրը, նրանց մենք խնդրել ենք որպեսզի համապատասխան քայլերը ձեռնարկվեն այդ մարդկանց դուրսբերման ուղղությամբ. در مورد جامعه ارامنه ایران که اونها بخش جدایی ناپذیر ملت ما هستند و در همه شرایط و سختی‌ها در دفاع از کشور کنار ملت خودشون و کشور خودشون بودن. Կապված Իրանի հայ համայնքի հետ, Իրանի հայ համայնքի վերաբերյալ հարցի հետ, կարող եմ ասել, որ Իրանի հայ համայնքը անկապտելիորեն կապված է Իրանի հասարակությանը եւ Իրանի պատմությանը եւ նրանք միշտ ցանկացած դժվարին պայմաններում ապացուցել են, որ պատրաստ են կանգնել Իրանի կողքին. در مورد اتباع ارمنی که ارمنستان که در ایران بوده باشن اصلا مشکل نیست، به سهولت میتونن با وسایل نقلیه زمینی خودشون رو به ارمنستان برسونن. رفت آمد گفتم در جریان. Նաև այն քաղաքացիների հանրապետության քաղաքացիների պարագայում, ովքեր որ գտնվում են Իրանում եւ ցանկություն ունեն վերադառնալ Հայաստան կամ լքել Իրանը, ինչպես նշեցի, երկկողմ երթշարժը բնականon կերպով շարունակվում է եւ նրանք կարող են ուղղակի ցամաքային տեղաշարժման միջոցներով գալ հատել սահմանը եւ հասնել Հայաստան. ما هم نظرات خودمون رو به کشور دوست همسایه ایران منتقل می‌کنیم. Մենք համապատասխան շրջանում մտավախություններ, որքան են ներկայացել մուրադոսյանի գարնանի ինչ է ձևավորված է եւ հաստատված է խաղաղություն եւ այդ մտավախություններն ու անհանգստությունները նպաստել են ռիսկին։ Ստեղծված իրավիճակում մարդիկ Իրանը տեսնում են Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնացող. هر چقدر هم که در واقع به ما گفته بشه که ارمنستان و آذربایجان به صلح دست یافتن و در واقع خطری ارمنستان رو تهدید نمی‌کنه، ولی با این وجود نگرانی‌هایی در رابطه با اقدامات آذربایجان علیه ارمنستان و به ویژه استان سیونیک وجود داره. آیا فکر می‌کنید که در حاشیه این تغییر و تحولات و این رویدادها خطری استان سیونیک رو تهدید می‌کنه؟ من امیدوارم که اینجوری نباشه واقعا. Ես իրապես հուսով եմ, որ այդպես չլինի. صلحی که پروسه صلحی که بین ارمنستان و آذربایجان میره ما آرزومون این هست که بدون مشکل به نتیجه برسه. Խաղաղության գործընթացը, որը որ արկա է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, մեր ցանկությունն է եւ մեր մաղթանքն է, որ դա հասնի իր սահմանված նպատակներին, արդյունքներին. و جوری باشه که منافع هر دو کشور از قبل این تامین بشه. Եվ այնպես լինի, որ երկու կողմերի շահերն այդ շրջանակում հաստատվեն եւ պահպանվեն. ولی خط قرمزی که ما تعریف کردیم در مورد عدم پذیرش هر گونه تغییر ژئوپلیتیکی در منطقه و مشخصا استان سیونیک این یک خط قرمز دائمی و همیشگی هست. Սակայն այն կարմիր գիծը, որ մեր կողմից հայտարարվել է եւ դա տարածաշրջանում գեոպոլիտիկ փոփոխությունների բացառումն է, հատկապես Սյունիքում, մեր կարմիր գիծը պահպանվում է եւ որևէ փոփոխություն դրանում չի եղել. بنابراین ما در جنگ باشیم یا در جنگ نباشیم اون خط قرمز به جای خودش باقیه. Ուստի պատերազմի մեջ ներգրաված լինենք, պատերազմի մեջ լինենք, թե չլինենք, այդ կարմիր գիծը իր տեղում է եւ անպահպանվում է.